Ուշադրություն, խոսում և ցուցադրում է Երևանը։ Բարև ձեզ, հարգելի ֆուտբոլասերներ, հրավիրում ենք Հրազդան կենտրոնական ստադիոն։ Երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրում Արարատը ընդունել է բարձրագույն խմբի նորեկներից մեկին Քիշինևի Նիստրուին։ Քիչ առաջ սկսվեց հանդիպումը, հաշիվը չի բացվել 0-0։ Նախ ծանոթանանք մրցող թիմերի կազմերին։ Հյուրերը Քիշինևի Նիստրուի ֆուտբոլիստները հանդես են գալիս հետևյալ կազմով։ Տեսնենք ինչով կողորմի Նիստրուի այս գրոհը բավական հեռու տարածությունից։ Դարպասապահ Ալեքսեյ Անտոնյան, համար 2 Աշոտ Սահակյան, համար 3 Ալեքսանդր Սահակյան, համար 4 Աշոտ Խաչատրյան, համար 5 Ռաֆայել Գալստյան, համար 6 Նազար Պետրոսյան, 7 Պողոս Գալստյան, համար 8 Թիմիավակ Խորեն Հովանիսյան, համար 9 Համլետ Մխիթարյան, համար 10 Պապկեն Մելիքյան և համար 11 Ռոբերտ Գալստյան։ Պայստայինների թվում նշված են Աղաջան Սարգսյանը, Հովանես Կիրակոսյանը, Սամվել Պողոսյանը, Սամվել Ղասաբողլյանը և դարպասապահ Վլադիմիր Վասիլիևը։ Արարատի ավագ մարզիչն է Արկադի Անդրեասյանը, թիմի պետը Հովսեփ Ասատրյանը, մարզիչները Ռոլանդ Մանվելյանը և Սուրեն Բարսեղյանը։ Ռոբերտ Գալստյան, Նազար Պետրոսյան, Քերոպյան, աստիճանաբար նախաձեռնությունը անցնում է արարատցիների կողմը։ Սահակյան հարված դեպի դարպասը, Սահակյանը կարող է հարվածել հեռվից։ Փոխանցում կատարել կենտրոն։ Ռոբերտ Գալստյան ձեռքով է խաղում, բայց մրցավարը չի ընդհատում, քանի որ գնդակը մնում է արարատցիների մոտ Մելիքյան։ Փոխանցում Տուգանային հրապարակ, Տեգլիացովը հեռացնում է։ Գնդակը գալիս է դեպի Սահակյանը, հարված դեպի դարպասը, շատ հարված է հեռու տարածությունից։ Անցած մրցաշրջանում դուք տեսնում եք Արարատի պահեստայինների շրջանում Նիստրուն հանդես էր գալիս առաջին խմբում և Բատիչը բավական արդյունավետ էր գործում։ Հարված դեպի դարպասը, Քերոպյանն էր հարվածողը։ Դարպասապահ Անտոնյանը։ Արարատցիները ավելի գրագետ են գործում։ Ժամանակին ճիշտ փոխանցումներով շարժվում են առաջ, բայց առայժմ հասնում են մինչև մրցակցի Տուգանային հրապարակի մատույցներ։ Հովանիսյան լավ փոխանցում է կատարում դեպի Տուգանային հրապարակ, չհասկացավ այժմ Մխիթարյանը, իսկ Պողոս Գալստյանը ճիշտ որոշում կայացրեց, փորձեց կարճ փոխանցումով երկու միավորը կիսած, այսպես ասած, 5-րդ ոչ ոք հունիսի 20-ին։ Բացի Արարատ Նիստրու խաղից այսօր Մոսկվայի բանակայինները ընդունել են Մինսկի Դինամոին, Բաքվի Նևչին Մոսկվայի Դինամոին, Քութայիսի Տորպեդոն առաջատարներից գրոհը շարունակելու համար Մելիքյան, Ռոբերտ Գալստյան, Սահակյան, փոխանցում ձախ դեպի Հովանիսյանը, Մելիքյան, նորից Հովանիսյան, լավ գրոհ է, փոխանցում Տուգանային հրապարակ, Մարկարյանը փորձում է հեռացնել գնդակը, այն անցնում է դարպասապահ Վիկտոր Կուրոչկինին։ Առաջին խաղակեսից անցել է 23 ռոմ մրցակցի կիսադաշտը։ Փոխանցումը աջ դեպի Սահակյանը։ Սահակյանը գնդակը ուղարկում է Տուգանային հրապարակ, հաջող է խաղում նահանջել է իր կիսադաշտը։ Ռոբերտ Գալստյան, փոխանցում Տուգանային հրապարակ։ Նորից հետևում է փոխանցում դեպի Նիստրուի Տուգանային հրապարակ, ետ են մղում պաշտպանները Սահակյան։ Սահակյանը փորձեց խապ ստալ, սակայն հյուրերը մրցավար Յուշկան մոտենում է Նիստրուի ֆուտբոլիստներին, գտնելով որ նրանք մոտ են կանգնած գնդակից։ Վերջապես որոշում են խաղարկել արարատցիները գնդակը, փոխանցում դեպի Պողոս Գալստյանը, հարված դեպի դարպասը, շեղեր։ Բայց կմտցնեն խաղի մեջ, Մելիքյանն է իրացնում, խաղարկում են
Մելիքյանը եւ Նազար Պետրոսյանը։ Մելիքյանը նորից է գնդակը ուղարկում Տուգանային հրապարակ։ Անձնուրաս են խաղում Նիստրուի պաշտպանները։ Սահակյան հետևում է փոխանցում։ Հարված դեպի դարպասը։ Հովանիսյանն էր հարվածողը, դժվարին դրությունից հարվածեց եւ կարելի է ասել հարվածով Նիստրուն հաջողությամբ պաշտպանվում։ Նազար Պետրոսյան, Մելիքյան։ Խաբս է տալիս Մելիքյանը, Հովանիսյան եւ անմիջապես նրա կողքին հայտնվում է Կարասը։ Հովանիսյան փոխանցում կատարեց դեպի Պողոս Գալստյանը, սակայն դակը անցնում է Կուրոչկինին։ Հովանիսյանն էր ձեր էկրաններին, իսկ նրա կողքին Իվան Կարասը։ Նազար Պետրոսյան։ Պողոս Գալստյանը գործում է ձախ պաշտպանի գոտում, բայց երբ Արարատի խաղացողների դժվար է իհարկե այդ բանն անել։ Նազար Պետրոսյանը ազատ անարգել շարժվում է առաջ։ Խաղի կանոնների խախտում Բատիչի կողմից։ Սա նույնպես վտանգավոր է։ 3 միավոր է վաստակել Նիստրուն 7 խաղից։ Հովանիսյանը հարվածեց, գնդակը դիպչում է պաշտպանին ետ գալիս։ Շարունակում են գրոհել դաշտի տերերը։ Նազար Պետրոսյան։ Փոխանցում Մխիթարյան։ Գնդակը գալիս է դեպի Մարգարյանը, անկյունային հարված Նիստրուի դարպասի մոտ Մելիքյանն է պատրաստվում իրացնել։ Գնդակը գալիս է Տուգանային հրապարակ, Կուրոչկինը ետ է մղում գնդակը, Սահակյան, փոխանցում ձախ դեպի Մելիքյանը։ Փոխանցում, ուժեղ էր փոխանցումը, կարելի էր ետ փոխանցում կատարել դեպի Մելիքյանը։ Ձախ թևով առաջ է շարժվում Նազար Պետրոսյանը, ստանում է գնդակը։ Նրան հետևում է Տեգլյացովը, Նազար Պետրոսյանը խաբս է տալիս, գնդակը ուղարկում է Տուգանային հրապարակ, Հովանիսյանը թռիչք է գործում, հարված դեպի դարպասը, հարված։ Այ, ինչպիսի հնարավորություն են կորցնում։ Թվում էր թե Մխիթարյանի հարվածից հետո գնդակը կհայտնվի դարպասում, վերջինս հարվածեց, գնդակը անցավ Հովանիսյանին, ահա կրկնապատկերը, տեսեք Հովանիսյանը հարմար դիրքից չի կարողանում։ Հյուրերն են գրոհում, գնդակը գալիս է Արարատի Տուգանային հրապարակ, Պողոս Գալստյանը առաջինն է հասնում գնդակին եւ գնդակը ուղարկում է Արարատի Տուգանային հրապարակ, Սահակյանը ետ է մղում, Նազար Պետրոսյան նորից գնդակը անցնում է հյուրերին եւ հեռու տարածությունից հյուրերը քիչ էր մնում գրավեին Արարատի դարպասը, փոքր-ինչ առաջ էր եկել դարպասապահ Անտոնյանը։ Վիճակում էին Նիստրուի մի քանի խաղացողներ, սակայն պաշտպանը որոշեց հեռվից հարվածել դարպասին եւ հազիվ հաս Անտոնյանը չեզոքացրեց վտանգը, անկյունային է իրացնում են, չի հասնում գնդակին Ռիբակը, Դուբրովնի և Քերոպյան, կանոնները խաղ, Մելիքյան նորից, աչ եզրում ընդունում է գնդակը, փորձում է խաբս տալ Ռիբակին, խաբս է տալիս, փոխանցում, Ռոբերտ Գալստյանն է ընդունում գնդակը, Տեգլյացովը հեռվից գնդակը ուղարկում է Կուրոչկինին։ Խլապատնովն է գնդակով։ Վտանգավոր գրոհ են ձեռնարկել այժմ Նիստրուի ֆուտբոլիստները։ Փոխանցում առաջ խաղից դուրս վիճակում է Խլապատնովը։ Պողոս Գալստյան։ Փոխանցում դեպի Մխիթարյանը, հասնում է պաշտպանը գնդակը ուղարկել դարպասապահ Կուրոչկինին։ Առաջին խաղակեսի վերջին րոպեն։ Դուբրովնի եւ համար 11 Մկրտիչ Մարգարյան։
գրոհում են արարացիները, Պողոս Գալստյանն է գնդակով պատ է խաղարկում Մելիքյանի հետ, պաշտպաններին հաջողվում է տիրել գնացկացնել պաշտպանությունում եւ անառիկ պահել դարպասը։ Ռոբերտ Գալստյանը գնդակը ուղարկում է Տուգանային հրապարակ, լավ փոխանցում Նազար Պետրոսյանին։ Մելիքյան, Ալեքսանդր Քերոփյան, վերջապես հետևում է փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Համլետ Մխիթարյան եւ Կուրոչկինը բաց է թողնում գնդակը, բայց չէր սպասում դրան։ Մխիթարյանը եւ երկրորդ անգամ կարողանում է որսալ գնդակը։ Պետրոսյանի հարվածից հետո գնդակը գալիս է Տուգանային հրապարակ, Աշոտ Խաչատրյանը չի կարողանում հասնել գնդակին, Քերոփյանն է ընդունում ետ մղած գնդակը։ Հովանիսյան, լավ փոխանցում է կատարում դեպի Աշոտ Խաչատրյանը, հարված դեպի դարպասը, շեղեր։ Այժմ գնդակը Աշոտ Խաչատրյանը եւ Հովանիսյանը, հեռուստադիտողները տեսնում են իրենց էկրաններին Աշոտ Խաչատրյանին։ Եզրային գծից անկյունայինը իրացնում են արարացիները, գնդակը գալիս է Տուգանային հրապարակ, Աշոտ Խաչատրյան խառը իրադրություն է, դարպասապահը դուրս է գալիս, հարված։ Եվ ուղղակի հրաշքով գնդակը չի հայտնվում Նիստրուի դարպասում, վերջին անգամ հարվածողը կիսապաշտպան Ռոբերտ Գալստյանն էր։ Արարատի կազմում տեղի է ունենում փոփոխություն։ Հովանես Կիրակոսյանն է, հեռուստադիտողները տեսնում են նրան 13 համարի համազգեստով խաղադաշտ է մտնում, իսկ սա Աշոտ Սահակյանն է, որը դուրս է գալիս խաղադաշտից։ Երկու թիմերն էլ մեկական փոփոխություն են մտցրել իրենց կազմերում, Մելիքյանը փորձում է ճեղքել պաշտպանությունը։ Ընդունում է Կիրակոսյանը գնդակը, խաղում է Պողոս Գալստյանի հետ։ Պողոս Գալստյանը խաբս է տալիս, լավ փոխանցում դեպի Հովանիսյանը, Մելիքյանը աշտևից մտնում է Տուգանային հրապարակ, փոխանցում ետ, ուղիղ դեպի դարպասապահ, անգրոհի, այսինքն հակահարձակման։ Ինչով կավարտվի Արարատի այս գրոհը։ Հովանիսյանն է ընդունում կենտրոնական հարձակվողի գոտում, հարվածային դիրքում է, հարված, գնդակը դիպչում է դարպասի ծողին։ Ինչ որտեղ կարծես մարզական բախտն էլ երես է թեքել արարացիներից։ Առաջին խաղակեսում շատ հարմար դիրքեր ընտրել Հովանիսյանը, բայց մոտ տարածությունից հարված դեպի դարպասը Ռոբերտ Գալստյանն էր, հարվածողը սակայն անհաջող էր, ազատ հարված Նիստրուի դարպասից։ Մինչ Նիստրուի դարպասապահը գնդակը կմտցնի խաղի մեջ, Քիշնևցիների կազմում տեղի է ունենում փոփոխություն, դաշտից դուրս է գալիս կենտրոնական հարձակվող Գրիգորի Բատիչը, հեռուստադիտողները տեսնում են նրան իրենց էկրաններին։ Պատ են կազմել հյուրերը, բայց բավական մոտ են կանգնած գնդակին, Հովանիսյանը հարվածում է, ուժեղ էր հարվածը, բայց շեղ։ Այնքան ժամանակ, որ գնդակը առաջինը ընդունեց մրցակիցը, սակայն նորից գրոհում են արարացիները, աշտևում նորից գնդակը անցել է Մելիքյանին, փոխանցում ետ, պաշտպանը գնդակը ուղարկում է անկյուն, պատրաստվում թիմի ավագ Խորեն Հովանիսյանը, երկրորդ խաղակեսի 20-րդ րոպեն է, ցածից գնդակը ուղարկում է Հովանիսյան, Ռոբերտ Գալստյան, Մխիթարյանը փորձում է խաբս տալ, չի հաջողվում, գնդակը անցնում է պաշտպանին, վերջինս է կոպիտ խաղի համար։ Բոլոր ստանդարտ դիրքերը իրացնելիս Նիստրուն չի շտապում։ Բացի Մխիթարյանից Արարատի բոլոր ֆուտբոլիստները թողնում է գնդակը, հարված դեպի դարպասը, գնդակը դիպչում է դարպասի ծողին։ Հարված շեղեր, իսկ հարվածողը փորձառու Ռիբակն էր։
Նիստրուի ձախ պաշտպանը։ Ռաֆայել Գալստյանն է ընդունում գնդակը, Ռոբերտ Գալստյան, Հովանիսյան, կոպիտ է խաղում Հովանիսյանի հետ, կենտրոնական պաշտպան Իվան Կարասը, ամբողջ խաղի ընթացքում հեռուստադիտողները տեսնում են Արարատի ավագին, բժիշկը նրան օգնություն է ցույց տալիս։ Հովանիսյանն է ընդունում գնդակը կենտրոնական հարձակվողի գոտում, փորձում է շրջանցել, նրան շրջափակում են մի քանի խաղացողներ, Նազար Պետրոսյան։ Պետրոսյանը կենտրոնից մոտենում է Տուգանային հրապարակին, հարվածում է, գնդակը դիպչում է պաշտպաններին։ Առնվազն 5-6 խաղացողներ տեղ են զբաղեցրել Նիստրուի պաշտպանության կենտրոնում։ Մելիքյանին, նրա առջև հայտնվում է Ռիբակը, խաբս է տալիս Ռիբակին, փորձեց խաբս տալ նաև Մացյուրային, սակայն վերջինս խախտեց կանոնները։ Սա արդեն վտանգավոր է։ Տուգանային հրապարակի ձախ կողմից Մելիքյանը պատրաստվում է գնդակը մտցնել խաղի մեջ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, ով է հարվածելու։ Փորձ կատարեցին նետում։ Աշոտ Խաչատրյան, երկար փոխանցում Տուգանային հրապարակ, պայքար գնդակի համար, Ռիբակը հեռացնում է գնդակը, այն գալիս է աջ եզրը դեպի Նազար Պետրոսյանը, նորից փոխանցում դեպի վտանգավոր դրություն է, հարված դեպի դարպասը, 11 մետրանոց Տուգանի հարված, շատ դժվարին դրությունից դեպի դարպասը հարվածեց Հովանիսյանը, ավելի ճիշտ Հովանիսյանը ետ փոխանցում կատարեց, հետևեց Մխիթարյանի հարվածը դարպասին և պաշտպանը ստիպված ձեռքով գնդակը ետ մղեց, ավելի ճիշտ դուրս հանեց գնդակը դարպասաձողի վրայով, միանգամայն իրավացիորեն Յուշկան ցույց տվեց 11 մետրանոց նշանակետը։ Հովանիսյան և Կուրոչկին, ինչով կավարտվի այս մենամարտը։ Երկու կողմերի բոլոր խաղացողները դուրս են եկել Տուգանային հրապարակից։ Հովանիսյանը դանդաղ մոտենում է գնդակին, հարված, գնդակը դիպչում է դարպասի ձողին, ետ գալիս, փոխանցում առաջ։ Անկյունային եկավ, երկրորդ հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպաններին ու դուրս եկավ անկյունային։ Պայքար գնդակի համար։ Մի պահ թվաց թե գնդակը ձեռքից բաց է թողնում Կուրոչկինը, սակայն կարողացավ որսալ գնդակը։ Հեռուստադիտողները տեսնում են կրկնապատկեր Քերոփյանը, ուժեղ հարվածով Քերոփյանը գնդակը ուղարկում է Նիստրուի կիսադաշտը, սակայն Նիստրուն է ընդունում գնդակը և վտանգավոր դրություն Արարատի դարպասի մոտ։ Հարված Անտոնյանը կարողանում ետ մղել գնդակը, այժմ արդեն կարելի է ասել 100%-անոց գոլային պահ էր ստեղծվել Արարատի դարպասի մոտ և Սերգեյ Տուրյանցկին Նիստրուի 13 համարը մենակ հայտնվեց դարպասապահ Անտոնյանի դիմաց և նրա հարվածից հետո գնդակը դիպավ Անտոնյանին ու ետ վերադարձավ։
Իսկ այժմ վտանգավոր պահ էր արդեն Նիստրոյի դարպասի մոտ, Հովանեսյանը խաղից դուրս վիճակում էր։ Շատ կարևոր Խաչատրյանը գնդակը ուղարկում է Տուգանային հրապարակ։ Ռաֆայել Գալստյանն է մոտեցել Տուգանային հրապարակին, հարված դեպի դարպասը, հարված! Ուղղակի հրաշք է։ Հրաշքով չի հայտնվում գնդակը Նիստրոյի դարպասում։ Իրավունք խաղարկում են Տուգանայինը Մելիքյան, փորձում է շրջանցել, չի հաջողվում, Ռաֆայել Գալստյան, Կիրակոսյանը գնդակը ուղարկում է Տուգանային հրապարակ, Համլետ Մխիթարյան, հարված, գոլ! Խաղի ավարտից 2 րոպե պակաս վերջապես Համլետ Մխիթարյանին հաջողվում է գրավել դարպասը։ Այո, սա երկրորդ դեպքն է, որ Արարատը խաղի վերջին րոպեին հասնում է հաջողության։ Հիշում եք, բարձրագույն 0, սակայն վերջին րոպեին Խորեն Հովանեսյանի գեղեցիկ հարվածից հետո արարատցիները հաղթանակ կորզեցին։ Այսօր էլ խաղի ավարտից 2 րոպե առաջ արարատցիները հասան հաջողության, ափսոս միայն, որ Համլետ Մխիթարյանը այո թույլ է տալիս մրցավարը խաղադաշտ մտնելու Աղաջան Սարգսյանին։ Ինչպես ասում են, Մխիթարյանը իր գործը կատարեց, բայց լավ կլիներ, որ վնասված ձախ թևը դեպի Նազար Պետրոսյանը։ Պետրոսյանը խաբս է տալիս Մարգարյանին, սակայն ընդամենը 2 հոգով են գրովում Արարատի ֆուտբոլիստները։ Պողոս Գալստյանն է մոտեցել, թողնում է գնդակը Հովանեսյանին։ Հովանեսյանը փորձում է հարվածել դարպասին, հենց այստեղ էլ լսվում է մրցավար Յուշկայի Սուլիչի ձայնը։ Եվ այսպես Երևանի Արարատը երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում մեծ ջանքերի գնով, եթե այսպես կարելի է ասել, 1-0 հաշվով հաղթանակ տարավ Քիշնևի Նիստրոյի նկատմամբ։